առաջին անհրաժեշտ իրերը ու տանից դուրս ես գալիս հենց հիմա։ Հեսա կհասնենք։ Կարևորը ապահով ենք լինելու ու գլենդելից հեռու։ Այստեղ գալուց ամեն ինչ ջնջել եմ։ Ոչ ես, ոչ դու էլ չենք գրել։ Մենք էլ լրագրողներ չենք։ Այս կինը, որ այստեղ ապրել, փաստաբան է եղել։ Երևի 1000 ու մի գործի հետ կապված նամակ կա այս տանը։ Իմ տղան դեռ պատիժակերում մի բանի համար, ինչը որ չի արել։ Նրան մեղադրեցին Արամ Սահակյանին թալանելու նպատակով սպանելու համար։ Արամին սպանելը այսօր արդեն հայտնի ամերիկահայ բարերար Վահան Բալյանը։ Սոֆիաս պետքա տարբերակ գտնեմ այդ մարդկանց տուն մտնեմ։ Բարև ձեզ։ Վահան, Բելա։ ես արդեն հույսս կորցրել էի, որ կնոջս համար խնամող եմ գտնելու։ Ձեր գործը Ալիսի կողքին լինելն է։ Ինչ ես անում։ Ճանապարհը սկսվում է այն պահին, երբ առաջին անգամ շունչ ես քաշում։ Անում ես քայլդ, բայց դեռ չգիտես ուր ես գնում։ Մտածում ես եւս մի քանի քայլ ու վերջը կերևա, բայց կյանքը երբեք ուղիղ գիծ չի գծում։ Ճանապարհը կանգառներ ունի, որտեղ նստում ես ուշացող ավտոբուսին սպասելով ու անգամ ամենացուրտ եղանակին սպասում ես մինչև վերջ, որովհետև հաջորդ ավտոբուսը չի տանելու քեզ քո ուզած ճանապարհով։ Այն ուրիշ երթուղի ունի, ու այնտեղ բոլոր նստարաններն արդեն զբաղված են։ Ճանապարհը նաև խաչմերուկներ ունի, որոնք չունեն նշաններ, եւ ոչ ոք չի զգուշացնում, որ թեքվելն արգելված է։ Դու ես ընտրում, ու հետո հասկանում, որ էլի նույն տեղում ես հայտնվել, ու ամեն ինչ սկսվում է նորից։ Խանգարեցի։ Բարև ձեզ։ Ես Բելլան եմ, տիկին Ալիսի խնամողը։ Փաստորեն նախորդ անգամ սխալ հասցեով չեք եկել։ Ճիշտ էլ եկել եք։ Տղես, ծանոթացաք արդեն։ Ծանոթացանք, պապ ջան։ Գնամ չխանգարեմ։ Չես խանգարում, ընդհակառակը։ Կարող ես օգնել, եթե մորդ հետ խոսես։ Չի ուզում խնամող ունենալ, բայց ես էլ դու էլ գիտենք, որ դրա կարիքը կա։ Խոսեմ, պապ ջան։ Դավիթս իմ պարծանքն է։ Հրաշալի մարդ, խոստումնալից իրավաբան։ Մի քանի օր է որ եկել է։ Բոստոնում էր։ Հարվարդի համալսարանը ավարտելուց հետո քանի տարի այնտեղ էր ապրում ու աշխատում։ Հիմա արդեն որոշել է այստեղ մնալ։ Քաղաքապետի թեկնածու է։ Ընտրություններին է մասնակցելու։ Քիչ հետո կգնա Ալիսի մոտ։ Պատրաստվում է։ Չի ստիլում իրեն չխնամված են տեսնում։ Շատ լավ։ Մամ ջան, դեղերը չես խմել, մոռացել ես։
Որից, մամ։ Կարող է տեկին Ալիսը քնելա կամ այսօր հարմար չի ուրիշ օր կամ։ Կգա։ Բայց մինչև ինձ մի հարց է հետաքրքրում։ Ինձ թվացել էր մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Երբ պատրաստում ես ինչ-որ մեկին քոտում թողնել, պարտավոր ես ամեն մանրուք ճշտել։ Ինչա ձեզ հետաքրքրում, հարցրեք։ Ոնց է ստացվել, որ այս դարում դուք ոչ մի սոցիալական էջ չունեք։ Իմ էջն է։ Ինչի ուրիշ ան։ Դե, գիտեք, աղջիկները տենց բաներ սիրում են։ Համել հարմար է նախկին դասարանցիներդ քեզ չեն գտնում։ Հիմա կգամ։ Դեմ հիմա վրաս կխոսաս, երևի ճիշտ էլ կանես։ Ձեզ չեմ լսում, ճիշտ ժամանակին դեղերս չեմ խմում, բայց միտումով չեմ անում, չեմ հիշում դեղերի ժամը, չեմ խմում ու չեմ հասկանում ոնց եմ ուշաթափվում ընկնում։ Ախր սենց չի կարելի, մամ։ Պապային էլ եմ ասել քեզ էլ։ Այս բժիշկները ընդհանրապես իմ դուրը չեն գալիս։ Պապան ասում է, որ ամեն ինչ անում է քո համար, ամենալավ բժիշկներին է գտել, բայց ոչ մի արդյունք չկա։ Պապան ճիշտ է ասում։ Լավ, դու հանգիստ եղի, մամ։ Ես հիմա այստեղ եմ ու ավելի ուշադիր կլինեմ։ Անձամբ կզբաղվեմ քո բուժման հարցերով։ Ու պայմանավորվել եմ Care Care Home Health-ից գալու եմ, որ վերականգնողական աշխատանքներ տանեն։ Ուզում եմ անպայման կուրս անցնես։ Դեղերդ խմի։ Դե սպասում եմ, արի։ Տղես, Ավարտեցիք, պապ ջան։ դեռ վերջնական չենք պայմանավորվել, բայց վստահ ամեն ինչ լավ կլինի։
Ինչպես եք տիկին Ալիս։ Մամ ջան, Բելենա։ Եթե ամեն ինչ ստացվի, պիտի օգնի քեզ։ Մենք երեք ծանոթացել ենք, դուք եք ինձ դիմավորել։ Ես 3 Ամեն ինչ կարգին աղջիկ ջան։ Հո շատ չես հոգնել։ Չէ, լավ եմ։ Այդ ամենակարևորն է։ Որ դու լավ ես, մենք էլ ենք լավ։ Ուրախ եմ ծանոթության համար։ Ես էլ։ Գնամ չխանգարեմ։ Հիշողության կորուստներ ա ունենում, բայց մի րոպե հետո կարող է վերադառնա ու հիշի ձեզ, չզարմանաք։ Չեմ զարմանա։ Կարող է տարօրինակ բաներ խոսել։ Հետ էլ դեղերի հետևանքն է։ Հասկանում եմ։ Ինչ պետք չի որ լսեմ, չեմ լսի։ Ինձ համար կարևոր է թե դուք ինչ եք ասում։ Դուք եք ինձ աշխատանքի վերցնողը։ Մի խոսքով արդեն մոտակայքում ենք ապրում, նենց որ հենց հարմար լինի գալու եմ քո մոտ։ Արի Սովջան, թե չառաջերու էիր, երես համարը չէի տեսնում։ Հիմա իմ դեմքը քո տրամադրության տակ է։ Դե տրամադրվի։ Չես հավատա, բայց ես տրամադրված եկել եմ։ Բել հենց հարմար լինի մի հատ գրի իմանամ ոնց ես։ Մամ ջան, դու հանգիստ եղի։ Ամեն ինչ նորմալ է։ Այդ աղջկան, որ չես հիշել, լրիվ նորմալ է։ Ես էլ այսօր ծանոթանում եմ մեկի հետ, վաղը մոռանում եմ։ Գնա մի բան բերեմ, միասին ուտենք։ Դավիթ ջան, մտածում եմ, որ գնաս քեզ այնտեղ ավելի լավ կլինի։ Այնտեղ մենակ կլինես, ինքնուրույն կլինես։ Այստեղ ինչ էլ անես, Վահանի տղան ես։ Այդ վատ է։ Չէ, բայց դու միշտ ասում ես, որ ուզում ես ինքնուրույն ամեն ինչի հասնես։ Այդ չէիր ուզում, դու էդ էիր ուզում։ Հա, մամ ջան, ուղղակի այն ժամանակ երիտասարդ էի։ Մտածում էի ամեն ինչ ես անեմ, որ չասեն Վահանի տղան է։ Բայց հիմա ուրիշ ժամանակներ են։ Առաջվա պես չեմ մտածում։ Գնա, Դավիթ, գնա, խնդրում եմ։ Մամ, կբացատրես ինչա կատարվում։ Ոչ մի բան, ուղղակի ուզում եմ գնաս։ Կքննարկենք, կխոսանք ամեն ինչ կհասկանանք, դու հանգիստ եղի։ Այդ աղջիկը գնաս։ Հա, համա դու ոնց է։ Համոզում եմ, որ գնամ։ Երևի մտածում է իր համար եմ մնում ու չի ուզում խանգարող հանգամանք դառնա։ Բայց ես մնում եմ։ Որովհետև ես տենց եմ որոշել ու ուզում եմ մամայի կողքին լինել։ Ու ընդհանրապես մտածում եմ, որ ուրիշ բժիշկ պիտի գտնենք։
Ինչ-որ խնդիր կա։ Ոնց որ։ Նայեմ։ Երեք էլ էր սենց եղել։ Մի քիչ լավ չի աշխատում, բայց ինձ թվում է հիմա կմիանա։ Հա, զգացել եմ։ Լրի շարքից դուրս է եկել մեկը։ Չի միանում։ Սխալ հասցեներով ա տանում։ Այսինքն չէ, ճիշտ էլ տանում ավակի քեզ ա թվում, որ սխալ ա տարել։ Իրականում եկել էի աշխատանքի համար հայտարարություն էի տեսել։ Հետո մտածեցի կարող է իմ համար չի այս աշխատանքը ու ուզում էի գնայի քեզ տեսա։ Չգիտեի ով ես ու դրա համար տենց ասացի այդքան բան։ Անգիրարած մի քանի անգամ հալու առաջ փորձած պատասխաներ։ Այսինքն Գնա քանի աշխատում ա։ Okay. Ես քեզ ասել եմ, որ Դավիթը մնալու է։ Ես քեզ ասել եմ, որ չխառնվես։ Ես եմ որոշում իմ տղեն ինչ անի ու ոնց։ Իմ տղեն իմ անունն է շարունակում։ Իմ տղեն իմ կողքն է մնալու։ Ասա, որ հասկացար։ Ես չեմ թողնելու, որ Դավիթը քեզ հետ նույն տան մեջ ապրի։ Դեղերդ պետք է փոխել։ Այլ չեն օգնում։ Չեմ ուզում այդ աղջիկը գա։ Չեմ ուզում իմ մասին հոգ տանել։ Չեմ ուզում էլի մեկին բերես, որը անդադ ինձ դեղեր կտա, որ ես քնեմ, անդադ քնեմ։ Եթե ուզում ես սպանես մի անգամից սպան, ինչ ես տանջում։ Ուղղակի սուս մնա ու քնի։ Քնի հանգստացի, որ վաղը լավ լինես։ Ոնց ա, պապ։ Լավ է։ Գնանք։ Հիմա կգամ։ Գնա Դավիթ ջան, լավ եմ։ Ընդամենը 2 րոպե մամ։ Ոնց ես, մամ ջան։ Մտածում եմ միասին մի տեղ գնանք։ Ուզում եմ տնից դուրս գաս։ Դավիթ, այնքան երկար դուրս չեմ եկել։ Հենց դրա համար էլ ասում եմ։ Թողնեմ գնես։ Գնաց են աղջիկը։ Հա, ինչի։ Չգիտեմ Դավիթ, մի տեսակ։ Գիտես, որ տանը օտար մարդ ա լինում, ինձ մոտ տպավորություն է, որ ես ծանր հիվանդ եմ։ Բայց չեմ ուզում, որ Վահանը իմանա։ Անդադ ասում է, որ խառնվում եմ իր գործերին։ Ուղղակի դու քո կողմից ասա, որ աղջիկը վստահելի չի, թող չգա։ Մտածում ես վստահելի չի, մամ։ Չգիտեմ, գուցե այդ իմ կմահաճույքն է, բայց չեմ վստահում, Դավիթ։ Ուղղակի Վահան ինչ ասես, որ ես եմ ասել։
Հետո հանկարծ այս տարիքում չմտածի, որ խանդում եմ։ Պատկերացնում ես մտած։ Կարելի է։ Մամ ջան, թերքերի աղջիկն է եկել։ Հիշի խոստացել ես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող ենք սկսել։ Թմրատություն եք զգում։ Անի, որ ասում եմ կախարդում ես, չես հավատում։ Փայլում եմ։ Դու միշտ ես փայլում, Սով ջան։ Բել, անհամբեր քո զանգին էի սպասում։ Զգացվում է, որ շատ անհամբեր ես։ Եկել եմ տանը չես։ Լուրջ, դե սպասի, հեսա շուտ գալիս եմ։ Լավ։ Օպրեսան։ Երդվում եմ, չեմ հասկանում արդեն ինչա կատարվում այդ տանը։ Ամեն ինչ ամեն օր ավելի է խճճվում։ Պատկերացնում ես այդ կինը Ալիսը։ Պարզվում է հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Այսօր հետս նորից ծանոթանում էր, ոնց որ երեք ինքը հետս կանգնած չէր խոսում։ Բաբալյանին տեսնեիր, այսօր ինչ ներկայացում խաղաց։ Իդեալական ամուսնու կերպարի մեջ էր։ Ես էլ ասում եմ, պարոն Բալյան, հանգիստ եղեք։ Ես ձեր կնոջ ասածներին ուշադրություն չեմ դարձնի։ Իմ համար կարևորը այն է, թե դուք ինչ եք ասում, որովհետև դուք եք ինձ աշխատանքի վերցնողը։ Այդպես զզվում է ինձանից, բայց այլ տարբերակ չկա։ Պետք է իր վստահությունը շահեմ, պետք է։ Բել, բայց լավ է մտածել, գիտես, մի օր կսիրի, մի օր էլ կծեցի։ Մեկը կինը վերջում ոչ մի բան էլ չի հիշելու։ Սով։ Ընդհանրապես հումորի թեմա չի։ Համաձայն եմ։ Ահա որ մեղք է այդ կինը։ Իսկականից խղճի սազդումը։ Բայց ես Բալյանի տղայի վրա եմ զարմանում, գիտես, ոնց է թողնում, որ իր մոր հետ տենց անմարդկային վարվեն։ Բալյանի տղան էլ սովորական Բալյան է։ Հորից ոչ մի բանով չի տարբերվում։ Կարող է անգամ ավելի վատն է։ Իսկ քեզ թվում է ինքը գիտի։ Սով մի տան մեջ են ապրում։ Այդ կնոջ վրա կապտուկներ կա։ Քո կարծիքով չգիտի։ Ոչ միայն գիտի, այլ հոր ներկայացման մասնակիցն է։ Դու պետք է տեսնես ոնց է նայում հորը, ոնց է հպարտանում։ Լսի Բել, եթե Ալիսը իրոք հիշողության հետ խնդիր ունի ու ոչ մի բան չի հասկանում, ինչի՞ է քեզ հասկացրել, որ իրանց տուն էլ չգնաս։ Չնայած հիվանդ կին է։ Կարող է ինչ-որ բան օդի մեջ ասել, դու էլ լուրջ ես ընդունել ու ինչ-որ եզրակացություն ես արել։ Վայ, ինչ ես անում։ Փորձում եմ չխճճվել այս պատմության մեջ։ Ինչ խառնա ամեն ինչ։ Նայ, պատկերը այսպիսինն է։ 3 ընկեր են՝ Արամ, Վահան, Հրաչ։ Հավանաբար Վահանը սպանել է Արամին։ Հրաչը չկա։ Այս պահին չկա։ Մերուժանի մայրը ստացել է նամակ, անանուն։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ դա Հրաչն է գրել, բայց եթե ինքն է, ինչի է այն ժամանակ լռել։ Երևի վախեցել է։ Այս սպանության համար պատասխանատվություն է կրում Մերուժանը։ Ունենք Ալիսին, ով ամենաանհասկանալի իրավիճակում է։ Նշանածի սպանությունից հետո միանգամից ամուսնանում է Վահանի հետ։ Ինչ որ տարօրինակ հանգամանքներում կորցնում է հիշողությունը։ Այդ վերջինի վրա իհարկե ես կասկածում եմ, բայց անցնենք առաջ։ Եթե քեզ թվում է այս ամեն ինչի մեջ կա մի բան, որն ինձ համար 100%-անոց ճշմարտություն է, դու սխալվում ես։ Քեզ թվում է այդ կնոջ հետ ինչ-որ բան են արել։ Ամենակիչը ռեժիմով բռնության են ենթարկել։ Ու պարտադիր չի գաղտնի ծառայությունների գործակալ լինես, որ դա հասկանաս։ Ուղղակի չեմ հասկանում Մերուժանը ինչի է մեղքը իր վրա վերցրել։ Ոչ մեկ ուղղակի տենց բան չեր անի։ Կամ վախացրել են, կամ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Ուրիշ տարբերակ չկա։
Դու չես պատկերացնի, ես ոնց եմ փոշմանում, որ այդ նամակը բացել ենք։ Դու ես բացել։ Բելլա, խնդրում եմ, էլի արի հրաժարվի այս գործից։ Ես իսկականից արդեն սկսել եմ վախենալ։ Արի մի բան հորինենք, ասենք, չգիտեմ, ոդկը ջարդել ես, դեպքա պատահել, պետքա գնաս Հայաստան։ Մի բան անենք, էլ մի գնա իրանց տուն։ Կուզես ասենք լիֆտի մեջ եմ մնացել եւ ամեն ինչ կլուծվի։ Ոյ, իսկականից քո հետ անհնար է։ Ես գնում եմ սենյակ։ Խնդրում եմ սենյակումդ անպայման Մերուժանի հետ կապված ինֆորմացիաներ հավաքի հնարավորինս շատ։ Դետեկտիվ ենք խաղում, լրիվ Ագաթա Կրիստի։ Երեխեքը բան են ուղարկել։ Մերուժանի քրոջ համարն է։ Ես էլ հարցազրույց կտա WhatsApp-արա։ Ես? Մի հատ մազերիս կնայես։ Դու զանգի։ Սով Մերուժանի քուրը դժվար թե նեղվի, որ մազերիդ հետ մի բան են չլինի։ Բելլա, ամեն դեպքում ես այդ մարդուն չեմ ճանաչում։ Անունը Անիա կծանոթանաս։ Երևանում էլ առավոտվա ժամագրի զանգենք։ Դու համոզիչ ես խոսում։ Ուղարկել ես համարը։ Անի ջան, բարև ձեզ։ Իմ անունը Բելլա է։ Ես լրագրող եմ, բնակվում եմ Միացյալ Նահանգներում։ Վերջերս ձեր եղբոր Մերուժանի գործն է իմ ձեռքի տակ ընկել։ Եվ ես գիտեմ, որ այն մեղադրանքը, որով դատել են Մերուժանին, իրականության հետ կապ չունի։ Ես գիտեմ, որ ինքը մեղավոր չի։ Ձեզ շատ եմ խնդրում։ Եթե հնարավոր է, կարող ենք զրուցել։ Հաստատ չի համաձայնի։ Քանի տարի է անցել։ Բան էիր ասում։ Բարև ձեզ։ Ո՞վ եք դուք։ Ես Բելլան եմ։ Դուք էլ Անին եք, չէ՞։ Հա։ Ու ինչ եք որոշել այսքան տարի անց անդրադառնալ այս գործին։ Դե որովհետև արդարությունը տարիներով չեն չափում։ Անարդարություն է եղել։ Շուտ իմանայի, շուտ կզբաղվեի։ Իսկ ո՞նց եք իմացել։ Կարևոր չի։ Եթե գրել եք, որ զանգեմ, ուրեմն դուք էլ եք ուզում, որ արդարությունը վերականգնվի։ Ես արդեն չեմ հավատում այդ արդարությանը։ Եկեք իրար օգնենք ու փորձենք։ Քանի տարի պայքարել ենք։ Բազում դռներ ենք թակել, ոչ ոք չի օգնել։ Ոչ ոք չի հավատացել բացի մեկից։ Ումից։ Գիտեք, երևի պետք չի փորփրել անցյալը։ Այսքան տարի անցել Մերուժը բանտում է։ Իմաստ էլ չունի։ Բայց Չէ, կներեք, ես չեմ ուզում։ Այսինքն կարող ենք համարել, որ ես ճիշտ դուրս եկա։ Մեկը չպատասխանեցի հաշիվ էր։ ինչ որ բանից վախեցավ։ Իհարկե, քեզանից։ Մեկ-մեկ ես եմ վախենում, ու մնաց անծանոթ մարդը։ Ես ասում նկատի ուներ, որ ասաց օգնում էր ժամանակին։ Չգիտեմ։ Ուրախ եմ, որ զանգեցիք։ Չգիտեմ էլ ինչա լինելու սրա վերջը, բայց ես ուզում եմ ասել, որ ես համաձայն եմ։ Թեկուզ Մերուժը չի թողնում, բայց ես եմ ուզում, որ վերջապես բացահայտվի ճշմարտությունը։ Այսքան ժամանակ մենք էինք խնդրում, որ գոնե գրեն, բացահայտեն։ Հիմա դուք եք զանգել։ Ամեն դեպքում ձեր եղբոր ազատության ու անվան հարցն է։ Մենք արդեն սկսել ենք զբաղվել ու ձեր օգնության կարիքը շատ ենք ունենալու։ Խնդրում եմ, կապվեք Մերուժի ընկերների հետ։ Գուցե ինչ-որ հուշող բան լինի, որ ժամանակին չեք ֆիքսել։ Խնդրում եմ, ամեն ինչ արեք, որ հնարավորինս շատ բան իմանանք։ Ես նոր եմ սկսում ուսումնասիրել։ Դուք ավելի շատ մարդկանց եք ճանաչում։ Մերուժը այստեղ բանտում է ու ես ուղղակի հիմա չեմ կարող նրան տեսնել։ Խնդրում եմ, խոսեք հետը։ Անպայման, շատ եմ խնդրում, մի բան արեք։ Իսկ ոչ մի կասկած չունեք։ Ես միայն մի բան գիտեմ։ Որ այդ օրը եղբայրս հաստատ այդ տանը չի եղել։ Մերուժը մորս հետ էր ապրում Ամերիկայում։ Մայրս հիվանդ էր։ Ես զանգել էի Մերուժին, որ հարցնեմ ոնց է մաման։ Ինչ են ասում բժիշկները։ Հիշում եմ, խոսեցինք, ասեց, որ քնելու է։ Հետո չգիտեմ ինչ պայմաններում ու ոնց ասեցին, որ հայտնվել է այդ տանը։ Ու գիտեք, որն է ամենազարմանալին։ Որ Մերուժն էլ չի հերքում։ Այսինքն։ Հա, ասում եմ, որ եղել է։ Որ խմած է եղել, շատ բան չի հիշում, բայց ես վստահ եմ, որ չի եղել։
Մի տարի անց արդեն ասում էր, որ այդտեղ չի եղել։ Բայց էլ ով էր լսելու։ Մենք էլ չկարողացանք նորմալ փաստաբան գտնել, որ գործը վերաբացի։ Բան չեմ հասկանում։ Ես էլ։ Մեր ուժն էլ ողջ ճշմարտությունը չի ասում, միայն պնդում է, որ անմեղ է։ Իսկ դուք այդ մարդկանցից որևէ մեկին ճանաչում եք։ Դե Արամին, ընկերներին։ Դե հա, գիտեմ, դատի ժամանակ այնքան եմ լսել, անգիր եմ արել։ Ծնողներիս հետ դատավարության ժամանակ Ամերիկայում էի։ Ընկերներից մեկի կինը։ Երկար ժամանակ օգնում էր մեզ։ Հետո էլ իմացել եմ, որ մեր ուժին էլ է օգնել։ Իսկ այդ կնոջ անունը հիշում եք։ Ալիսը։ Արամի նշանածն էր, հիմա էլ Բալյանի կինն է։ Որը ժամանակ գումար էր ուղարկում, հետո էլ անհետացավ։ Ամեն դեպքում այդ տանը 3 ընկերներն են եղել։ Ու մեկ էլ Ալիսը։ Ուրիշ ոչ ոք չի եղել։ Ես հիմա աշխատում եմ, կներեք մարդ եկավ, հետո կզանգեմ, լավ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ալիսը ամեն ինչ գիտի։ Թե չէ ինչի պետք է օգներ իր սիրած մարդու սպանողին։ Ես չգիտեմ։ Ես էլ լրիվ խճճվեցի։ Ու ստացվում է, որ Ալիսը ամեն ինչ էլ հիշում է, այսինքն ինքն էլ է մասնակցում այս խաղին։ Դա որ մասնակցում է ու ամուսնուն էլ պաշտպանում է։ Ինչի են վատ հարաբերությունների մեջ։ Ինչի է իրան նենց բան, որ իբր չի հիշում։ Հիմա գլուխս կպայթի։ Ալո։ Հենց նոր եմ եկել։ Այմեքսում եմ նոր մեքենա եմ վերցնում։ Մի քանի օր անցնի զանգեմ հանդիպենք, հարցեր կա, որ ուզում եմ քո հետ քննարկեմ։ Շատ լավ։ Բարի լույս, բարի լույս։ Արի դրսում մի կես ժամ նստենք, հետո պատրաստվեմ գնամ։ Ապրես։ Սով, կլինի քեզ մի բան խնդրեմ, մի բան թողնեմ քո վրա ու դա նորմալ անես։ Ինչ է եղել, Բել։ Էլի դուրը բաց ենք քնել։ Բայց դու մեղավոր չես, ես եմ մեղավոր, որովհետև առաջին անգամը չի ու ես էլի չեմ ստուգել քո հետևից։ Սով դու չես հասկանում, որ մենք հիմա պետք է շատ ուշադիր լինենք։ Բել, բայց ոչ մի վախենալու բան դեռ չի եղել, չէ՞։ Բել։ Ինչ ես անում։ Բարի լույս սերս։ Եկա տեսա դուռը բացած, զգացի քնացեք, էլ չխանգարեցի։ Ոնց ես։ Նորմալ։ Բել, ինչ գործ ունես Բալյանների հետ։ Այդ ինչ թեմաների մեջ ես։ Եթե չես մոռացել, լրագրող եմ։ Նյութ եմ գրում։ Ոնց որ քննիչի պլակատ լինի, ինչ լրագրող։ Այն օրն էլ իրանց տուն ես գնացել։ Հետևում ես ինձ։ Դա չիմանամ ոնց ես։ Ինչ ես անում։ Ոչ գրում ես, ոչ զանգում։ Այն օրը բան էինք պայմանավորվել։ Պայմանավորվել էինք, որ կմտածեմ։ Դեռ չեմ մտածել։ Հիմա խառն եմ, պետք է էլի գնամ այդ մարդկանց տուն, որովհետև նյութ եմ գրում։ Սա ասում եմ նրա համար, որ հետևիցս չգաս։ Դրանց հետ գործ չունես։ Ինչի՞։ Մի բան գիտեմ, որ ասում եմ։ Ինչ գիտես։ Դա տեսակ մարդկանցից պետք է հեռու մնալ։ Միլիոնատերերը նորմալ մարդիկ չեն լինում։ Ատելություն բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր ունեն փող ու աշխատանք։ Ինձ էլ թվաց նորմալ բան ես ասում։ Ամեն դեպքում ես այդ մարդկանց հետ գործ չունեմ։ Ընդհանրապես նյութ եմ գրում։ Ոչ իրանք են ինձ ճանաչում, ոչ ես իրանց։ Okay. Բա մեր թեման։
Մարկ, գնա խնդրում եմ։ Ինչ որ բան հասկացել է։ Որ այդքան շուտ հասկացող լիներ չենք բաժանվի։ Բայց ինչ որ հարցեր տվեց։ Հարցեր տվեց։ Բայց չեմ կարծում ինչ որ բան հասկացած լինի։ Ինչ պետք է հասկանա, այս թղթի վրա հո գրած չէ, որ մարդ են սպանել։ Երևի ինչ որ հարցեր է առաջացել։ Նորից բարի օր։ Դու